Հիմա Ադրբեջանը ինչ է շահում, երբ որ Ուրեմն հայ-արաքելական եկեղեցու վարկաբեկումից Ադրբեջանը շահում է եւս մեկ հայկական հզոր լոբիստական ցանց ունեցող կառույցի ջախջախման գործում։ Այսօր հայ-արաքելական Սուրբ եկեղեցին գլոբալ լոբիստական հայկական ամենամեծ ցանցային ոչ միայն լոբիստական։ Ես աշխարհիկ բանով եմ նայում, չեմ ուզում ասեմ մեր ինքնությունը բան, դա խոսացել ենք։ Զուտ հողի վրա, որ Ադրբեջանի խանգարում է ցանկացած տարածքում, որտեղ ունենք եկեղեցի, որտեղ եկեղեցին ունի հոտ, համայնքը գալիս է Կիրակի օր եկեղեցի եւ տեղեկանում է մեր խնդիրների մասին եւ սնուցվում է, էլի, սնուցվում է։ Հիմա ի՞նչ է պետք Ադրբեջանը։ Պետք է ոչնչացնել հերթական հայկական հզոր ինստիտուտը, որ այս երկիրը կլանե, Ջորջ ջան, այս երկիրը իրենց պլաններով պետք է լինի արևմտյան Ադրբեջան։ Ուզում եմ շատ ուղիղ մենք բացատրենք մարդկանց, որ ինչ է շահում Հայաստանը, այս հակառակից եմ ուզում ասել։ Քանի Ադրբեջանի պլաններով սա Հայաստան չի, արևմտյան Ադրբեջանը։ Արևմտյան Ադրբեջանում չի կարելի լինի հայ-արաքելական Սուրբ եկեղեցի։ Հետևաբար պետք է քանդել հայ-արաքելական Սուրբ եկեղեցին։ Սա է, այսինքն այս ամեն ինչը արվում է արևմտյան Ադրբեջանի համատեքստում։